Համահայկական նվագախմբի նախապատրաստական վերջին փորձերն են։ Ետնաբեմում երաժշտական իսկական խառնաշփոթ է 21 երկրների 88 պրոֆեսիոնալ երաժիշտներ Հայաստանում են ի ցույց աշխարհի, հայերն ունեն ստեղծագործական հզոր ներուժ։ Զարուհի Ամիրաղյանը Գերմանիայից է, նրա խոսքով սա բացառիկ համերգ է իր մասնագիտական կարիերայի ընթացքում։ Նոր հնարավորություն նորովի բացահայտելու Հայաստանի մշակութային կյանքը։ Պրոֆեսիոնալ են բոլոր երաժիշտները, իհարկե շատ հեշտ է ստացվում համագործակցություն, նաև պիտի նշեմ, որ միջավայրը շատ ջերմ է։ Կարեն Դուրգարյանը համոզված է, այս նախագծով համախմբվել են համաշխարհային ճանաչում ունեցող բոլոր պրոֆեսիոնալ հայ-դասական երաժիշտները։ Ստեղծվել է նմանը չունեցող նվագախումբ, սակայն կատարելապես ձևավորվելու համար դեռ տարիներ են անհրաժեշտ։ Երբ զույգեր ամուսնանում են, ընտանիք դառնալու համար ժամանակ է հարկավոր։ Կոլեկտիվը, նվագախումբը դա մի մեծ ընտանիք է եւ դրա համար ինքը ժամանակ է ուզում, որպեսզի ուսուս հասկանա եւ ամեն մի երաժիշտ հասկանա իր կողքինի ձայնի ընկալումը։ Մոսկվայի մեծ թատրոնի ու Չայկովսկու սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Նյուրնբուրգ, Վալենսիայի, Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբերից են երաժիշտները։ Մշակույթի նախարարը սա պատմական պահ է համարում։ Կարծում եմ արժեր ապրել այսօրվա համար, որպեսզի մենք տեսնեինք այն միասնականությունը, ինչ տեսնելու ենք այս երեկո համերգի ընթացքում։ Համայն հայության երաժշտական խոսքը Ալեքսանդր Աճեմյանի նախերգանքով է սկսվում։ Համահայկական նվագախմբի առաջին համերգն արդեն իրականություն է։ Համերգի ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, հենց նրա աջակցությամբ էր իրականություն դարձել համահայկական նվագախումբ նախագիծը։ Սիմֆոնիկ նվագախմբով, երկու երգչախմբով եւ Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ առաջին անգամ այստեղ հնչեց Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգին հնչեցին միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նախատեսվում են համերգներ աշխարհի հայաշատ գաղթօջախներում։ Վիտալի Գրիգորյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։